Կրկին անգամ մեկտեղվել ենք Տիրոջը փառաբանելու։ Հավաքվել ենք առօրյա մեր հոգսերը մի կողմ թողնելու, մեր խնդիրները մի կողմ թողնելու, որպեսզի մենք պաշտենք մեր Տիրոջը ինչպես որ արժան է։ Եվ դրա համար ես ուզում եմ սկզբում աղոթքից առաջ լսենք 101-րդ սաղմոսը։ Դավթի սաղմոսն է սա։ Ողորմություն և իրավունք երգեմ քեզ ով Տեր, սաղմոս ասեմ, իմաստությունով կգնամ կատարելության ճանապարհում։ Երբ կգաս ինձ մոտ, իմ սրտի անմեղությունով կգնամ իմ տան մեջ։ Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ, անօրենություն գործողին ատում եմ, նա ինձ չմոտենա։ Ծուր սիրտը պետք է հեռանա ինձանից, չարին չեմ ճանաչիլ։ Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, նրան կջնջեմ։ Նա որ ամբարտավան է աչքերով և հպարտ սրտով, նրան չեմ կարող համբերել։ Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա է, որ ինձ հետ բնակվեն։ Անմեղ ճանապարհ գնացողը կծառայե ինձ։ Նենգություն անողը չի բնակվիլ իմ տան մեջ։ Նա որ սուտ է խոսում, հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։ Առավոտած կջնջեմ երկրի ամեն ամբարիշտներին, որ Տիրոջ քաղաքիցս սատկեցնեմ բոլոր անօրենություն գործողներին։ Եթե ուշադրություն դարձրեցիք, սկզբից մենք լսեցինք, որ սա Դավթի սաղմոսն է։ Սակայն երբ անձնավորությունը Սուրբ Հոգով լցված, իսկ որ Դավիթը մարգարե և Սուրբ Հոգով լցված էր սաղմոսներ գրում, չենք կասկածում դրանում։ Ինքը փառաբանության երկերա մատուցում Աստծուն, մենք ամբողջ սաղմոսների մեջ մտածում ենք, որ դա մարդը ինքը իր սրտինն է, որ խոսում է։ Սակայն ես ուզում եմ մի փոքր ձեր ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որ բազմաթիվ սաղմոսի մեջ եղած արտահայտություններ, մարգարեություններ են, մասնավորապես Տեր Հիսուսին վերաբերող։ Ասել կուզեմ, որ մենք պիտի կարողանանք տարբերել ու զանազանել սաղմոսի մեջ, որտեղ է մարդը և որտեղ է Աստծո Սուրբ Հոգին։ Եվ այստեղ գուցե դուք ուշադիր չեղաք, բայց ես կուզեմ, որպեսզի այս կարճ սաղմոսը մի երկու հատվածի բաժանեմ և ցույց տամ ձեզ, որտեղ է Դավիթ մարդը խոսում և որտեղ է Սուրբ Հոգին սկսում խոսել։ Առաջինը Դավիթն ասում է ողորմություն և իրավունք երգեմ քեզ ով Տեր, սաղմոս ասեմ, սա Դավիթն ասում։ Իմաստությունով կգնամ կատարելության ճանապարհումը, երբ կգաս ինձ մոտ, իմ սրտի անմեղությունով կգնամ իմ տան մեջ։ Սա էլ է Դավիթը ասում։ Իմ աչքի առաջին չար բան չեմ դնի, անօրենություն գործողին ատում եմ, նա ինձ չմոտենա։ Էս էլ է Դավիթը ասում։ Ծուր սիրտը պետք է հեռանա ինձանից, չարին չեմ ճանաչիլ։ Սկսած 4-րդ խոսքից մենք տեսնում ենք, որ լրիվ ուրիշ հեղինակություն է սկսում խոսել Դավիթի միջոցով։ Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, նրան կջնջեմ, նա որ ամբարտավան է աչքերով և հպարտ սրտով, նրան չեմ կարող համբերել։ Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա է, որ ինձ հետ բնակվեն, անմեղ ճանապարհով գնացողը կծառայե ինձ։ Սա ով ասում արդեն։ Սա արդեն ասում Աստված։ Սա ասում արդեն Տերը, ում միջոցով, Դավիթի միջոցով։ Նենգություն անողը չի բնակվիլ իմ տան մեջ։ Նա որ սուտ է խոսում, հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։ Սա ով ասում։ Էլի Տերը։ Եվ այսպես սիրելիներ, եթե դուք սաղմոսները ուսումնասիրեք այս կտրվածքով, դուք կբացահայտեք, որ սաղմոսերքուն մի դեպքում խոսում է ինքը իր անունից,
Սակայն հանկարծ սկսում է Սուրբ Հոգին ներգործել եւ Աստված էլ մասնակից է դառնում այդ Սաղմոսը գրելուն։ Ահա թե ինչու մենք ասում ենք, որ Սուրբ Հոգուց շարժված են խոսել մարդիկ։ Ամեն։ Եվ սա մեկ անգամ եւս վկայում է, որ ամբողջ Աստվածաշնչի մեջ Աստծո Հոգին ներգործում է հաճախ մարդկանց անձնավորությունների շուրթերով եւ մենք դրանք պետք է կարողանանք հասկանալ, զանազանել, տարբերել։ Եվ այսօր ես ուզում եմ, որպեսզի մենք խոնարհվելով Տիրոջ առաջ խնդրենք Տիրոջը, որ ինքը ղեկավարի, կառավարի մեր միտքը, մեր սիրտը եւ այստեղ իր Սուրբ Հոգու ներգործությամբ մեզ համար անհրաժեշտ հորդորներ, խրատներ առնենք Տերից։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Մեր ժամանակների վերաբերյալ շատ են խոսում այսօր։ Բողոքելով, հիշելով անցյալը շատերը, մի տեսակ կարոտով հիշելով նույնիսկ։ Որոշները հորետեսական տրամադրություններով։ Բայց մենք հետևում ենք Աստծո խոսքին, որը մեզ շատ պարզ ասում է։ Տեր Հիսուսն ասել է վերջին օրերի մասին եւ նաեւ ասել է, թե մենք ինչպիսի դիրքում պիտի լինենք։ Նա անկախ ամեն ինչից, անգամ ամենածանր հալածանքի, նեղության, տառապանքների մեջ Տերն ասում էր ցնծացեք, ուրախացեք։ Էլ չեմ ասում, որ երբ որ այս նշանները, որ մեր շուրջը կատարվում են, Տերն ասեց ձեր գլուխնին վեր բարձրացրեք։ Ձեր փրկությունը մոտ է։ Եվ մենք իրավունք չունենք տրվելու էմոցիաներին։ Մենք իրավունք չունենք տրվելու զգացմունքներին։ Հակառակորդը աշխարհի մարդկանց ուզում է պահել միշտ ստրեսների մեջ, միշտ նյարդայնացման, ասենք իր գործնեության, մարդկային հասարակությունները քաոսի է ուզում վերածի, տագնապի, անհանգստության, անխաղաղության բնականաբար, որպեսզի ինքը գա եւ կեղծ խաղաղություն եւ ապահովություն ապահովի երկրի վրա։ Գիտեք դուք։ Ի վերջո մեր Տեր Հիսուս Քրիստոսը չի խոստացել երկրի վրա իր թագավորությունը հաստատել հավիտենական։ Հազարամյան հասկանալի է դա լրիվ ուրիշ թեմա է։ Բայց քանի որ այս երկինքն ու երկիրը անցնելու են, մեզ Տերը ուխտել է հավիտենական արքայություն։ Ուստի նրանք, ովքեր որ երկրի վրա փափագում են խաղաղություն տեսնել, ապահովություն տեսնել, մենք ասում ենք, որ մենք այդ հատվածի մեջ չենք, մենք երկրի վրա որևէ հույս չենք կապում։ Ամեն։ Մեր փափագն ու նպատակը մեր Տերն է, մեր գանձը, մեր հարստությունը երկնքում է, հետևաբար մեր սիրտն էլ է այնտեղ։ Իսկ ինչ վերաբերում է երկրի վրա մեր կենալուն, սա ընդամենը պատեհ հնարավորություն է, որպեսզի ինչպես Աստծո խոսքն ասում է, մենք երկնքի համար պատրաստվենք եւ գանձեր դիզենք երկնքում ապրելու համար։ Ուզում եմ, որպեսզի Աստծո խոսքից մի հատված ընթերցեմ, մի ամբողջական գրեթե հատված եւ փորձենք հասկանալ այդ հատվածի մեջ այդ պատմությունը եւ թե ինչի համար այդքան մանրամասնորեն նկարագրված դա։ Ես հավատում եմ, որ Աստվածաշնչի մեջ եթե ինչ որ պատմություններ առավել մանրամասն են նկարագրված, ուրեմն դրանք իմաստ ունեն, որպեսզի մենք շատ ավելի ուշադրություն դարձնենք դրանց վրա։ Իսկ եթե կան, որ շատ հակիրճ են տեղեկությունները, պետք չէ, որ մենք մեր երևակայությանը տրվենք։ Գործք Առաքելոց 27-րդ գլխի մեջ մենք կարդում ենք։ Սկսած 11-րդ խոսքից։ Բայց հարյուրապետը նավապետին եւ նավավարին ավելի էր ականջ դնում, քան թե Պողոսի խոսքերին։ Որովհետև այն նավահանգիստն անհարմար էր, երևում ձմեռն անցկացնելու համար։
Շատերը խորհեցին, որ այնտեղից գնան, որ ձմեռը մնալու համար գուցե կարողանան Փյունիկե հասնել։ Կրետացիների այն նավահանգիստը, որ դեպի արևմտյան հարավի կողմը և դեպի արևմտյան հյուսիսն էր նայում։ Եվ երբ որ հարավի քամին մեղմորեն փչեց, կարծում էին, թե իրանց նպատակին կհասնեն, և ճանապարհ ընկած անցնում էին Կրետեի մոտովը։ Եվ շատ ժամանակ չէր անցել, որ նրա վրա մի մրկալից հողմ ընկավ, որ Եվրակիկլոն էր կոչվում։ Եվ երբ որ նավը բռնվեցավ և հողմի դեմ չկարողացավ դիմանալ, բաց ընկած գնում և գալիս էինք։ Եվ դիմելով մի կղզու, որ Կղոդա էր կոչվում, հազիվ կարողացանք մակույկը բռնել, որն առնելով օգնության գործածեցինք և նավը տակից կապեցին և վախենալով, որ հորձանուտը չընկնեն, արագաստ իջեցրին և այնպես գնում և գալիս էին։ Եվ երբ որ մենք շատ նեղություն էինք քաշում, փոթորկից հետևյալ օրը բեռները ծովի մեջ էին գցում, և երրորդ օրը մեր ձեռքովը նավի գործիքը դուրս թափեցինք։ Եվ երբ որ շատ օրեր ոչ արև և ոչ աստղեր էին երևում, և փոթորիկն էլ քիչ չէր, որ մեզ վրա կար, ապա մեր ազատելու համար հույսը կտրվեցավ, և որովհետև շատ օր սոված էին, այն ժամանակ Պողոսը նրանց մեջ կանգնած ասեց. «Ով մարդիկ, պետք էր ձեզ ինչ լսեիք և Կրետեիցը դուրս չգայիք, և այս նեղությունիցը և վնասիցը պրծնեիք։ Եվ հիմա էլ խրատում եմ ձեզ, որ սրտաբինտ կենաք, որ ձեզանից ոչ մեկի անձին էլ վնաս չի լինիլ, բացի այդ նավիցը, որովհետև այս գիշեր երևցավ ինձ այն Աստծո հրեշտակը, որ ես նրանն եմ, և որին էլ պաշտում եմ, և ասեց. մի վախենար Պողոս, պետք է քեզ կայսեր առաջին կանգնես, և ահա Աստված շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նավողները։ Սրա համար սրտապինդ կացեք, ով մարդիկ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ այսպես կլինի, ինչպես ինձ հետ խոսեց, բայց պետք է մի կղզի ընկնենք։ Եվ երբ որ 14-րդ գիշերն եղավ, քանի որ դեռ Ադրիականի անդունդներումը տարուբերվում էինք, կես գիշերումը նավարարները կարծում էին, թե մի ցամաքի հասած լինեն և գնդերը գցելով 20 գիրք խոր գտան, և մի քիչ էլ առաջ գնալով էլի գցեցին և 15 գիրք գտան, և որովհետև վախեցան, որ միգուցե քարոտ տեղերի մեջ ընկնեն, հետի կողմիցը 4 խարիս գցեցին և սպասում էին լուսանալու։ Բայց երբ որ նավավարներն ուզում էին, որ նավիցը փախչեն և մակույկը իջեցրին ծովը, այն պատճառով իբր թե առաջի կողմից էլ պիտի խարիս գցեն, Պողոսը հայրապետին և զինվորներին ասեց. եթե դրանք նավումը չմնան, դուք չեք կարող ապրել։ Այն ժամանակ զինվորները մակույկի չվանները կտրեցին և նրան դեն գցեցին։ Եվ երբ որ ուզում էր առավոտ լինել, Պողոսն ամենին աղաչում էր, որ կերակուր առնեն, ասելով. այսօր 14-րդ օրն է, որ դուք սպասելով անոթի եք մնացել և մի բան չեք կերել։ Նրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ուտեք, որովհետև սա ձեր ազատության համար է։ Վասնզի ձեզանից մեկի գլխիցը մի մաս չի ընկնել, և սա ասելով հաց առավ, ամենքի առաջին Աստվածանից գոհացավ, կտրեց և սկսեց ուտել։ Եվ ամենքը քաջալերվեցան, և իրանք էլ կերակուր առան, և նավի մեջ մենք 276 հոգի էինք, երբ որ այն կերակուրովը կշտացան, նավը թեթևացրին ցորենը ծովը թափելով։ Այս պատմության մեջ շատ հետաքրքիր այդպես դասեր կան, որ մենք պետք է յուրացնենք։ Նաև ինչու՞ չէ, խորհրդավոր մի քանի դրվագներ կան, որոնք մենք պետք է մեր հոգևոր կյանքի մեջ կարողանանք իսկապես ընկալել, թե Աստված մարդու ներսում ինչպիսի վիճակ է ուզում տեսնել։ Դրսում փոթորիկ էր, բայց կար մի մարդ, Պողոսը, որը ուներ Աստծուց խոսք։ Եթե մարդը փոթորիկների մեջ Աստծուց ունի խոսք, իրեն սարսափելի չէ ոչ մի բան։ Այո։
Սակայն մինչև շարունակել այս ամբողջ դրվագի մեջ ես ուզում եմ մի հատ ուշադրություն դարձնենք մեկ այլ հանգամանքի վրա, որը գուցե վրիպել է շատերը չեն նկատել։ Այս նավի մեջ էր նաև Ղուկասը, չէ՞, որ այս գիրքը գրել է։ Ինքը հոգնակի է, չէ՞ խոսում մենք։ Ղուկասը, որ Պողոս առաքյալի հետ էր իր ճամփորդությունների մեջ, որտեղ բժիշկ էր նաև։ Եվ ինքը Ղուկասն էլ վկայում է այս մանրամասնությունները մեկ անձի պատճառով բավական մեծ թվով մարդիկ, այսինքն 276 հոգի մարդ փրկվեց։ Թիվը հստակ է գրված։ Հսկայական նավ է եղել։ 276, մոտավորապես 300 հոգի։ Դա սովորական մակույկ չէր, նավակ չէր, այլ մի հսկայական նավ էր իր բեռներով, իր առևտրական, ասենք, նշանակությամբ։ Եվ մենք նկատեցինք, որ այդ փոթորկի ժամանակ, երբ որ մի շեղբի նման նավը տարուբերվում է, նավավարները վերջը հմուտ են եւ հասկանում են, ինչպես վարվեն, որ գոնե փոթորկի մեջ կառավարելի դարձնեն իրողությունը։ Եվ գրված է իրենց գործիքները ծովը թափեցին, չէ՞, այդպես։ Վերջում էլ մի քիչ էլ հասկերան այդ ծորենն էլ թափեցին։ Սրա նպատակը որն է։ Սրա նպատակը նա է, որ եթե ափ կա, ապա շուտ ափին հասնեն իրենք, որ նավը եթե ծանր լինի, չի կարողանա, չէ՞ ալիքը իրենց բերի ափ։ Հետագայում մենք կարդում ենք, որ այդ նավը ջարդուփշուր պիտի լինի։ Այդ նավի մեջ կային արժեքներ, այդ նավի մեջ կային ապրանքներ։ Այդ մարդիկ ճանապարհ էին դուրս եկել յուրաքանչյուրն իրենց նպատակով։ Առևտրականը պետք է հասներ որոշակի կետին, որտեղ պիտի բեռնաթափեր իր ապրանքը եւ եկամուտներ ուներ, ծրագրեր ուներ։ Ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ փոթորիկ կլինի եւ հանկարծ այդպիսի մեծ արհավիր կպատի բոլորին։ Ես սա համեմատում եմ շատ-շատերի կյանքի հետ։ Երկրավոր կյանքի մեջ, երբ որ Տեր Հիսուսը մարդուն կանչում հրավիրում է փրկության, ապաշխարության, շատ-շատերը մերժում են Տիրոջ հրավերը, ինչպես ժողովուրդն է ասում, միջև այն պահը, երբ դանակը ոսկորին է հասնում։ Ողբերգությունն այն է, որ մարդը քանի դեռ իր կյանքի իրական վտանգի առաջ չի կանգնել, չի գիտակցում, որ այն կարող է ակնթարթորեն ընդհատվել։ Անկախ նրանից, արհավիր կլինի, թե չի լինի։ Աստծուն հավատացողները պետք է հստակ հասկանան, որ այս երկիրը փոթորկվող նավի է նման, որը մի օր կործանվելու է, ինչպես ջարդուփշուր եղավ այդ նավը, այնպես էլ այս երկիրը վերջ-վերջո կրակով պիտի անցնի։ Քրիստոնյան պետք է շատ աչալուրջ լինի իր կյանքում լինող տատանումներին, որ ասել մենք այս նավի մեջ, այս երկրի վրա ապրելով, ցնցումների ու տատանումների չենք հանդիպում, սխալ կլինի։ Այո, մենք հաճախ հանդիպում ենք մեզ համար անցանկալի վիճակներում, այնպիսի իրավիճակներում, որոնք մենք չենք էլ սպասել բնականաբար։ Սակայն ես ուզում եմ ձեզ ասել, որ դրանք հենց հարմար այնպիսի պահեր է, որպեսզի ի վերջո մեր հավատքի կառույցը ստուգվի։ Իհարկե խոսքը չի վերաբերում մեր առօրյական հոգսերի մասին, որ մեր կարիքների պահանջմունքների համար հնարավոր է եւ ծանր աշխատանքի մեջ լինենք։ Սա նորմալ է, ոչ ոք չպիտի խույս տա աշխատելուց։ Խոսքը վերաբերում է ինչին։ Ամենից առաջ այն երևույթներին, որ շրջապատում են մեզ, մեր ընտանիքներում, մեր հարազատների շրջապատում, եւ կամ եղբայրների եւ քույրերի հետ հարաբերություններում։ Բանն այն է, որքան անօնությունը սասկանում է մեր շուրջը, այնքան մի տեսակ տրտմությամբ է լցվում։ Ճշմարիտ քրիստոնյան ինքնանտարբեր չի։ Շատերին թվում է, թե եթե մենք հանգիստ ենք, հանդարտ ենք, ապա անզգամ ենք։ Ոչ։ Երբ որ Մարիամին ասվեց, որ Սիմոն ծերունին քո սրտով էլ սուր կանցնի, սա նշանակում է, որ այնուամենայնիվ մարդը մնում է զգացմունքային դաշտում։ Այս կերպ կամ այն կերպ մեր վրա որոշակիորեն, չասեմ հետքա թողում, բայց ազդեցություն թողում է մեր շուրջը եղող իրողություններն ու երևույթները։ Էլի եմ ուզում սա կրկնել։ Բանն այն է, որքան անօնությունը սասկանում է մեր շուրջը, այնքան մի տեսակ տրտմությամբ է լցնում, տեսնելով անհավատների բանակի ստվարացումը,
հավատուրացությունը, ովքեր տեսնելով անհավատարիմների բանակի ստվարացումը, փոխարենը սուք անելու շարունակում են իրենք են մոլորված խնջուկների մեջ լինել։ Այստեղ է, որ արդարը իսկապես ողովտի պես տանջվում է։ Հիշում եք արդար ողովտի մասին գրված է, տեսնելով և լսելով արդարի հոգին տանջվում էր։ Եվ հենց այստեղ է, որ պիտի ջանանք այս ամենին հակառակ մեր մեջ եղած Քրիստոսով ցնծությունն ու ուրախությունը չթողնենք, որ հանկարծ պակասի։ Ինչպես այս երկու զգացողությունները համադրել։ Եկեք մեկ անգամ ևս խորհենք սկզբում այն գնի մասին, որով փրկվել ենք և թե մենք ինչ գին պետք է վճարենք։ Այո, շատերի համար տարօրինակ է իմ ասածը, քանի որ ձրի ենք փրկվում Քրիստոսի անգին ու պատվական արյունով, ճիշտ է գրված։ Սակայն մյուս կողմից էլ Տեր Հիսուս Քրիստոսը մեզանից որոշակի պայմաններ կատարելու դեպքում է խոստանում երկնքի արքայությունը։ Այդ պայմանների կատարումն էլ հենց այն գինն է, որ մենք պետք է վճարենք։ Ըստ էության այն ամենը, ինչ մենք արժեքավոր ենք համարում, սակայն Աստված ասում է թող դրանք եւ արի իմ ետևից, հենց դա էլ մեր գինը վճարելն է։ Արդյոք հասկացել ենք սա թե ոչ։ Ինչ կլիներ, եթե նավում գտնվողներն այնուամենայնիվ չթափեին ծովը իրենց ունեցածները, չէ ինչ որ ունեին։ Բնականաբար նավը եթե միտեղ խփվեր, շատ ավելի արագ, չէ՞ կսուզվեր ծանրության տակ։ Ահա թե ինչու մեր կյանքի, մեր շրջապատի մեջ եղած, մեր անձնական կյանքի մեջ եղած բաներ կան, որ Աստծո խոսքը մեզ պարզ ասում է, Տեր Հիսուսն ասում է, որ եթե մենք դրանք չթողնենք, սուզվելու ենք այս փոթորկվող աշխարհում։ Մատթեոս 19-րդ գլխի մեջ մենք կարդում ենք, Մատթեոս 19-րդ գլուխ 16-ից 22-րդ խոսքերը լսենք։ Եվ ահա մեկն եկավ նրա մոտ եւ ասեց. «Բարի վարդապետ, ինչ բարի գործ գործեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»։ Նա էլ ասեց նրան. «Ինչու ես ինձ բարի ասում, ոչ ոք է բարի, բայց միայն մեկն Աստված։ Իսկ թե որ կամիս կյանքը մտնել, պահիր պատվիրանքները»։ Նրան ասեց. «Որոնք»։ Հիսուսն էլ ասեց. «Սրանք. մի սպանիր, մի շնար, մի գողանար, մի սուտ վկայիր, պատվիր քո հորը եւ քո մորը, և սիրիր քո ընկերին քո անձի պես»։ Պատանին նրան ասեց. «Այդ ամենն իմ երեխայությունիցը պահեցի, էլ ինչ բանով եմ պակաս»։ Հիսուսը նրան ասեց. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա ունեցածներդ ծախիր և տուր աղքատներին, և գանձ կունենաս երկնքումը, և եկ հետևիր ինձ»։ Երբ որ պատանին այս խոսքը լսեց, տրտմած գնաց, որովհետև շատ ստացվածք ուներ։ Այս պատանին շատ ստացվածք ուներ։ Ուշադրություն դարձնենք, որ այս պատանին հարուստ էր, միաժամանակ ինքը բարեպաշտ էր, այդ ամենը երեխայությունից կատարել է։ Մեղքից հեռու լինելը օրենքի կատարման ջանքի մասին է խոսում այս պատանու կյանքում։ Սակայն սրա սիրտը կապված էր, չէ, իր հարստության հետ։ Տրտմեց, երբ որ իրան ասվեց թողես ամենը։ Տար բաժանիր աղքատներին եւ արի իմ հետևից։ Բայց ես մի հատ հարց եմ ուզում տալ։ Այս պատանին ինչի տրտմեց։ Ասացինք, որ կապված էր սիրտը, չէ, այդ հարստության։ Լավ, եթե հանկարծ ինքը մի շաբաթ հետո հայտնվեր ծանր վիճակում, անկողնում, մահամերձ լիներ, կհրաժարվեր այս ամենից, հանուն նրա, որ ապրեր կամ բժշկվեր, ամեն։ Այսինքն մարդը մինչև ծայրահեղ ծանր վիճակի մեջ չի հայտնվում, Աստծո կարիքը չի զգում։ Բայց քանի դեռ իր գործերը լավ են, ինքը մտածում է այդպես է պիտի շարունակել։ Մենք բազմաթիվ անգամներ ենք սրա մասին խոսել, ես իմ հոգևոր կյանքի այս տարիների մեջ մեկ-երկու դեպք չէ, որ շատ անգամներ տեսել եմ, մարդն ասել է, էս էլ անեմ, են էլ անեմ, էս էլ անեմ, են էլ անեմ, արելա, ու վերջ, մահացել է։ Նստած զրուցում ենք հոգևոր հարցերի շուրջ, տուներ շինում։ Ասեց մնացել է մեծ լաղը, խփեմ, պրտնեմ, էլ խոպանը թարգումեմ, Մոսկվայում աշխատում էր։ Գալու եմ իմ տնով ելնեմ։ Մեծ լաղը խփեց, վերջացրեց, մահացավ։ Ինքը գիտեր արդյոք սա,
չգիտեր։ Մարդու կյանքը յուրաքանչյուր ակնթարթ հնարավոր է ընդհատվի։ Դրա համար այսօր մարդիկ խաբված են, երբ որ Աստծո խոսքը մեզ ասում է, ուրեմն մարդկության գերազանց մասը ապրում է ոչ ճշմարիտ գանձի մասին մտահոգված լինելով։ Դրան հակառակ նրանք, ովքեր որ Աստծուն ճաշակել են, նրանք գիտեն, որ հավիտենական գանձ են իրենց համար ստացել։ Փոխները փառավոր։ Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ մենք 23-ից 27-րդ խոսքերի մեջ կարդում ենք. Հավատքով Մովսեսը երբ որ ծնվեցավ, 3 ամիս թաքուն պահվեցավ իր ծնողքի ձեռով։ Վասնզի տեսան, թե մանուկը գեղեցիկ էր եւ չվախեցին թագավորի հրամանիցը։ Հավատքով Մովսեսը երբ որ մեծացավ, ուշադրություն դարձրեք։ Հավատքով Մովսեսը մեծացավ։ Շատ կարևոր բառ է։ Հավատքով մեծանալ։ Փարավոնի աղջկա որդի ինքը չկամեցավ, որպեսի կոչվեր։ Ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվիլ, քան թե մի առժամանակ մեղքի զվարճությունն ունենալ։ Ավելի ճիշտ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվիլ, քան թե իր ժամանակի մեղքի զվարճություն ունենալ։ Ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից։ Ոնց կարելի է նախատինքը մարդուն նախատում են։ Նախատինքը համարել հարստություն։ Այս աշխարհի մարդիկ սիրում են, որ իրենց գովաբան են, փարաբան են, եւ դա իրաց կապիտալն է հանդիսանում, որ մարդկանց մեջ ճանաչելի են, մարդկանց մեջ ճանաչվոր են, փարավոր են, հանրային դեմք են, բայց դրան ճիշտ հակառակ։ Առաքյալներին երբ որ ծեծեցին, բանտը դրին, հետո դուրս եկան, գնացին ուրախությամբ, որտեղ արժանի եղան Տիրոջ անվան համար հալածվելու։ Այ քեզ բան։ Աշխարհի մարդը ձգտում է փառքի, անունի, իսկ Աստծո ժողովուրդը չարչարվում է եւ դա իր կապիտալն է, որովհետեւ կա վարձքի հատուցում։ Արդար Աստված ինքը ասեց մեծահարուստին, որ դժոխքում էր հայտնվել։ Դու քո համար փափուկ կյանք ընտրեցիր։ Դրա արդյունքը հիմա սա է։ Այս մարդը Ղազարոսը չարչարվել է երկրի վրա։ Պիտի իր ինքը հանգիստ առնի։ Ուրեմն Մովսեսի մասին գրված է, որ Քրիստոսի նախատինքը ավելի մեծ հարստություն համարեց Եգիպտացիների հարուստ գանձերիցը, որովհետև աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Հիմա դե պատկերացրեք, որ Մովսեսը Քրիստոսի հետ հաղորդ է եւ Քրիստոս իրան խոստացել է շատ ավելին, քան Եգիպտոսի ժամանակավոր հարստությունը կարող էր լինել։ Մովսեսի ընտրությունը իրան բերել է մի կետի, որ մերժել է աշխարհը, մերժել է Եգիպտոսը, մերժել է նրա գանձը, բայց այն էլ որ պիտի ունենա դեռ իրան չի տրված։ Այդ տեսեք հավատքի մարդը ով է։ Մերժել է այն ինչ որ աշխարհն ասում է նախ դե թողած ինչ եք Նիսիայի հետևից ընկել, մենք ասում ենք սա Նիսիան է, սա ձեռներից է տառնելու։ Այդ մեծահարուստ պատանին մի օր զրկվելու էր, չէ՞ իր ունեցվածքից։ Վերջը երբ որ ինքը թողեր այս աշխարհը գնա, այս աշխարհից գնար, հետո մի բան չէր տանելու։ Դրա համար այն ինչ որ աշխարհը այսօր տալիս է, դա ժամանակավոր է, դա մեկ օր ձեռքից վերցվում է մարդու։ Մովսեսը ինքը աչք դրած մտիկ է տալիս վարձքի հատուցմանը, վարձքի հատուցման։ Այդ վարձքի հատուցումը Քանանու երկիրը չէր։ Մովսեսի հույսը կաթ ու մեղր բխող երկիրը չէր։ Ավելին էր նրան խոստացվել։ Դրա համար հավատքի հերոսների մասին որ կարդում ենք, մենք կարդում ենք, որ նրանք այն անդրանիկների ժողովքի մեջ են լինում բնականաբար։ Արդ այսպես էլ ձեզանից ամեն մեկը, որ իր բոլոր ինչքիցը չհրաժարվի, չի կարող ինձ աշակերտ լինել։ Այսպես էլ ձեզանից ամեն մեկը, որ իր բոլոր ինչքիցը չհրաժարվի, չի կարող ինձ աշակերտ լինել։ Այստեղ եթե մենք նայում ենք ինչքերին է Տերը ուշադրություն հրավիրում, այդ ինչքերի մեջ ամեն ինչ էլ կարող է մտնել։ Բայց խնդիրը սա չի, որ հավատացյալը չի կարող հարուստ լինել, այլ գրված է, որ վայ նրանց, որ իրենց հարստությանն են հուսացած։ Նաև գրված է, որ այս երկիրը գործողը հանկարծ հափշտակություն չսեպի, որ տրվել է այդ երկրին, գործերը հաջող են գնում եւ ինքն ավելի ընդարձակվի մոռանա այն հիմնական գանձը, որ երկնքում։ Իսկ ես, որ ապաշխարել ես վերստին ծնվել, սա եմ ասում։ Ապրիր յուրաքանչյուր վարքյանդ երկրի վրա երկնքի համար։ Ապրիր յուրաքանչյուր վարքյանդ երկրի վրա
երկնքի համար։ Ես մի բան ասեմ, խոսքի սկզբում էլ ակնարկեցի։ Կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, չկա ավելի մեծ հարուստ մարդ երկրի վրա մեծ հարստություն, քան նա, որ Աստծո խոսք եւ վկայություն ունի իր անձի համար։ Համաձայն եք ինձ հետ։ Ասում է քո խոսքը որ գտա, ես ուրախացա ու ցնծացի ինչպես շատ ավար գտնող մեկը։ Մարդիկ ոսկե են փնտրում, չգիտեմ, հարստություն դրանով են ուրախանում, բայց հանկարծ արարիչ Աստված քո հասցեիր մի հատ հրաշալի խոսք ասել։ Եվ այդ խոսքը ունեցողը ես կարծում եմ ամենամեծ հարստություն ունեցող անձն է։ Տերը ասում է, առաջնորդում է։ Եվ սա ամենամեծ հարստությունն է։ Իսկ եթե մարդիկ այն հավատացյալները, ովքեր այս վկայությունները խոսք Աստծուց չունեն, գիտեք ում նման են։ Նման են, որ իրենց հաշվին բանկում ունեն միլիոններ, բայց սոված նստած են։ Իրենց հաշվին բանկում ունեն միլիոններ, բայց սոված նստած են։ Այն հավատացյալները, որոնք Տիրոջ խոսք իրանց հասցեին հնչած չունեն։ Առաջի Կորինթացիս 15:30-33-ում Պողոս առաքյալն ասում է. «Եվ մենք ինչու ամեն ժամանակ վտանգի մեջ ենք»։ Հարց է տալիս. «Ինչու վտանգի մեջ ենք»։ Երդում եմ ձեր վրա ունեցած պարծանքովս, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսում ունիմ, թե ես ամեն օր մեռնում եմ, եթե մարդկորեն Եփեսոսումը գազանների կռվի մեջ մտա, ինչ օգուտ էր ինձ համար, եթե մեռելները հարություն չեն առնում, ուտենք եւ խմենք, որովհետեւ եկուս կմեռնենք։ Մի խաբվիկ, չար ընկերակցություններն ապականում են բարի բարքերը։ Արթուն կացեք արդարությամբ եւ մեղք մի գործեք, որովհետեւ մի քանիսն Աստծո մասին տգետ են։ Այս ձեզ ամաչեցների համար եմ ասում։ Առաքյալն ասում է, որ եկեղեցում Աստծո մասին տգետներ կան։ Լավ տեղյակ չեն Աստծո մասին։ Եվ խնդիրը ինչի վրա է դրված։ Այստեղ կոնտեքստից հասկացվում է, որ Պողոսի կյանքը դուրները չի գալիս։ Պողոսի կյանքը Կորինթոսում դուրները չի գալիս։ Այս մարդը կոմֆորտի չի ձգտում։ Իսկ շատ հավատացյալների կարծիքը սա է, դե հույվը նրա համար է, որ իր հարցերը լուծի, իր խնդիրները լուծի, ինքը ապահովության զգացողություն ունենա եւ այլ բան։ Սա այսօրվա տարածված շատ մոլորյալ հավատացյալների ընկալումն է։ Եկեղեցում գտնվելը եւ հովի ծառայություն ստանալը ուղղակիորեն դա ծառայություն է իր անձին, որպեսզի իր համար լավ լինի։ Բայց Պողոս առաքյալն այստեղ խոսում է այն մասին, որ անձնական իր կյանքի օրինակը պետք է լինի բոլորի համար։ Սա չի ասում Պողոսը նրա համար, որ գիտեք ինչ, ես բացառիկ եմ, դրա համար էլ ես նեղությունները քաշում եմ։ Սուրբ Գիրքն ասում է ամեն աստվածապաշտ չարչարանքով պիտի մտնի, հալածանք պիտի քաշի։ Հիմա ես արժեքների վերաբերյալ, որ բազմաթիվ անգամներ խոսել եմ, նորից ուզում եմ մի առակի վերաբերյալ լսենք, որ ինքը Տեր Հիսուսն ասում էր։ Մատթեոս 13:44-45 Դարձյալ նման է երկնքի առկայությունը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում, որ մի հանգակին մարգարիտ գտնելով գնաց ամեն ինչ որ ուներ ծախեց եւ առավ նրան։ Ամեն ինչ որ ուներ։ Տեսեք ինչքան մեծ արժեք է ինքը տվել այդ մարգարիտին, որ անպայման դա ունենալու համար ինքը չի կանգնել ոչ մի բանի առաջ։ Ինչ որ ուներ ծախել է մենակ այդ մարգարիտն ունենալու համար։ Հիմա Տերը համեմատեց երկնքի արքայությունը դրա հետ։ Արդյոք մենք, որպեսզի ժառանգենք երկնքի արքայությունը, մենք խորն ենք հասկացել դա ինչ բան է։ Գիտեք ինչ։ Միայն նա կարող է այսպես վարվել, ով հասկացել է ինչ բան է երկնքի արքայությունը։ Միայն նա կարող է իր երկրավոր կյանքի ժամանակավոր ունեցվածքի վրա իր սիրտը չկապել եւ հեշտությամբ թողել ու հրաժարվել, անգամ զրկվել, ինչ չէ։ Ով հասկացել է, որ երկնքում հավիտենական կյանք ունի։ Ում Աստված իր Սուրբ Հոգով խոսել է եւ նա մխիթարվել է եւ այսօր ունի այդ ուրախությունը իր սրտում։ Նա իր սիրտը չի կարող կապել ոչ մի բանի։ Հիմա ես ուզում եմ մի հատ հարց տալ եւ այդ հարցին էլ պատասխանել։ Որն է պատճառը,
որ հավատացյալի կողմից այնուամենայնիվ իրական գանձի եւ նրա արժեքի վերաբերյալ աղքատիկ եւ կամ կիսատ է մարդը տեղեկացված։ Նույնիսկ եմ կրկնում։ Որն է պատճառը, որ առաքյալն ասում Աստծո մասին, որոշները ինչ են, տգետ են։ Որն է պատճառը, որ մարդը չի հասկացել աստվածպաշտության արժեքն ու խորությունը, այնպես ինչպես ավետարանը։ Հաճախ հավատացյալները հարուստ են փուչ ու դատարկ ունայն հավատքով, որը չի ապրեցնում։ Հավատացյալները փուչ ու ունայն հավատք ունեն, որը չի ապրեցնում։ Ողջ ճշմարտությունը այս հարցի պատասխանը, որ ուզում ենք մենք տալ, սրանում է։ Նա իսկապես ապաշխարել է, սակայն որպես մեկը, որ մի բան պիտի աներ, որ չկորսվեր։ Ընդհանրեն այսքան։ Նա ապաշխարել է, արել է մի քայլ, ուշադիր լսեք, որպեսզի չկորսվի։ Ընդհանրեն այսքան նա իր հավատքը։ Եվ այսպիսի հավատք ունեցողները ճնշող մեծամասնությունն են քրիստոնյա։ Անձնական իրենց կյանքի մեջ փրկչի հետ հարաբերվելը կյանքի իմաստ չեն դարձրել։ Փրկչի հետ հարաբերվելը կյանքի իմաստ չեն դարձրել։ Սրա պատճառը ավետարանի ամբողջական ընկալումը չունենալն է կամ էլ չուսուցանվելը։ Ամբողջական ավետարանի ընկալումը իրենք չեն ունեցել եւ Հովնան մարգարեության մեջ 8-րդ խոսքում գրված է. Փուչ ունայնության նայողները իրանց լինելու ողորմությունը թողում են։ Փուչ ունայնության նայողներ, ինչքան ասեք կան։ Վերջերս մի տեղում էի գտնվում, այնտեղ կային հավատացյալներ, որոնց բավական երկար ժամանակ չէի տեսել, երեք այնքան շատ հեշտությամբ այդ որակական հատկանիշները իրենց հոգևոր կյանքի աստիճաններն այնքան լավ է երևում, երբ որ մի հավատացյալի դու տարիներ չես տեսել, կամ ամիսներ չես տեսել ու հանկարծ հանդիպում ես ու տեսնում ես ինչ արագությամբ են աշխարհի կանանում մարդիկ։ Սա ես ասում եմ, սա մեծ ողբերգություն է։ Եվ հիմա ես ուզում եմ մի օրինակ բերել ձեզ, թե այդ օրինակով կփորձեմ բացատրել, թե ինչու շատ հավատացյալներ Աստծո մասին տգետ են, ինչու շատ հավատացյալներ իրենց ունեցած հավատքի քարոզչության այն բագաժը, որ ստացել են, ապրեցնող չի դա իրենց։ Ես Երևանում քաղաքապետարան էի դիմել, որպես Աֆղանստան ծառայած, որպեսզի ինձ անվճար երթևեկության իրավունք տրվեր քարտ ստանալու։ Ես այդ քարտը ստացել եմ ու արդեն երկար ժամանակ ես անվճար եմ երթևեկում հասարակական տրանսպորտից։ Ու գիտեք ինչն էր հետաքրքիր։ Ես ուզեցի հիմքը իմանալ, թե ինչու են ինձ տվել այդ անվճար քարտը, որ ես կարող եմ Երևանում անվճար հասարակական տրանսպորտից օգտվել։ Զանգում եմ, ասում եմ, ինչ հիմքի վրա եք տվել։ Բայց մեր մոտ գրված է, որ դուք ազգային հերոս եք եւ մարտական խաչի ասպետ։ Այն մարդ, ես ազգային հերոս չեմ։ Ես մարտական խաչի ասպետ չեմ։ Զանգում եմ էլի ավելի վերադասին, նույն բանն ասում ինձ։ Այն մարդ ասում եմ, դրանք տրվել է Հայաստանի ազգային բանակի ներկայացուցիչներին, բայց ես ծառայել եմ սովետական բանակում Աֆղանստանում։ Ինչ մարտական խաչ, ինչ ազգային հերոս։ Ուշադիր լսեք, ես այս օրինակը ինչի համար եմ բերում։ Որտեղ փորձեցի գտնել մի ճանապարհ խոսքս հասանելի դարձնելու եւ ես օրինակը միտքս ընկավ։ Հետո ես ստուգեցի այդ ցանկը, թե ովքեր են օգտվում անվճար հասարակական տրանսպորտից երթևեկելու այդ իրավունքից։ Եվ այնտեղ ես տեսա առաջինը ազգային հերոսներ, մարտական խաչի ասպետներ եւ գրված է եւ այլն։ Հասկանալի է։ Հիմա այդ այլն է, երբ որ ես օրենքը բացեցի, նոր այնտեղ տեսա արդեն Աֆղանստան ծառայեցներին։ Ահա, ասեցի, այսի հասկանում եմ ես։ Բայց այնտեղ նստողները, այդ աշխատողները, ինչ մի հատ լավ, հաճելի, փառավոր մի բան են ասում, որը ինձ համար կարծես թե եսը կարող է շատ շոյվի, չէ՞ անում են մարդու։ Այս նույն ձեւով շատ ավետարանիչներ են։ Շատ հովիվներ ու ավետարանակ հարոզողներ ժողովրդի իրական կարգավիճակը խոսելու փոխարեն բարձրացնում են ոտքերը ամպոչինում բոլորի։ Լսում եք ես ինչ եմ ասում։ Դու քո կարգավիճակը հասկացիր
Եվ այդ վիճակում գտնվի, այդ տեղում գտնվի, բայց հնարավոր է նրանք, ովքեր որ քեզ քարոզում են, սովորեցնում են, քեզ այսօր մի հատ հանգիստ, փափուկ բար դրել են գլխի տակ, դու էլ ապահով ու հանգիստ ես զգում, որովհետև քեզ հասվել է, որ գործերը լավ են։ Դուք ինձ հասկացաք, կարողացա ես օրինակով ինչ-որ մի բան ասել, թե չէ։ Հիմա, եթե այդ մարդիկ օրենքի այդ մնացած հոդվածներով չեն ստուգում, քննում, բայց դու էլ չէ կարող ես անձդ քննելով հասկանալ քո իրողությունը։ Ինչ է ես արեցի։ Ես չհաշտվեցի իմ հասցեին ասված այդ խոսքի հետ եւ գնացի հետաքրքրվեցի ու հասկացա, որ ամեն բան ճիշտ է, բայց այդ մարդիկ սխալ մեկնաբանություն են տվել իմ իրավունքի։ Սենետ, այս օրինակը միակը չի, որ ես ուզում եմ հասկացնել, թե մարդիկ ինչպես չոր ու ցամաք կարող են ինչ-որ մի հատ դրվագ իրենց հոգևոր կյանքի մեջ ունենալ եւ դրանում լճանալ ու քարանալ։ Չկա ավելի մեծ տգիտություն, քան անznավորությունն իր մասին ունենա մեծ կարծիք, բայց իրականում Աստված ասի դու ոչինչ։ Երկրորդ օրինակն եմ ուզում բերել։ Եվ այս օրինակը սեներ ոչ պակաս կարևոր օրինակա ցույց տալու համար, թե ինչ է նշանակում ունենալ մի բան, բայց չունենալ ոչինչ։ Բայց այդ ունեցածը համարել ամեն ինչ։ Մի քիչ հնարավոր է բարախաստացվեց, բայց բացատրեմ ինչ եմ ուզում ասել։ Պատմության քննության հանձնաժողովում էի գտնվում։ Երեխան նստած է, ինքը քննություն է հանձնում։ Գիտեք, երեխան հիմա քննությունը հանձնում է որպես գիտելիք, դե պատմություն, հայ ժողովրդի պատմություն։ Տնօրենը մեկը մյուսի հետևից կտրում է երեխաներին, որովհետև չեն կարողանում պատասխանել։ Ես կողքից նայում եմ, ու իմ ուշադրությունը գիտեք ինչի վրա դարձավ։ Երեխային հեշտ պետք չի հայոց պատմություն, դա իր համար արժեք չի։ Դա առարկա է, որը կարա չսովորի կամ սովորի։ Ու իմ մեջ այդ գիտակցումն եկա, որ այս երեխային այդ առարկայի արժեքը չի մատուցվել։ Դրա համար այդ երեխան գալիս է քննության ասում պրծնեմ գնամ։ Հասկանում եք ես ինչ եմ ուզում։ Եվ ես դիմել եմ հիմա որ պետք է դասավանդեմ դպրոցում աքսիոլոգիայի համար։ Դուք աղոտ կարեք դրա համար այդ արժեքաբանություն առարկան, որպեսզի իսկապես դպրոցում տնօրենությունը համաձայնվի սրան գնալ։ Այսպես էլ շատ հավատացյալներ, նրանք հավատքի կյանքը գիտեք ինչ են ընկալում։ Մի հատ առարկա, որը յուրացրին, սովորեցին, օքեյ, ամեն ինչ լավ է, բայց դա իրանցը չի, որովհետև իրանք այդ դրա արժեքի խորությունը չգիտեն։ Ես այդպես հասկացա, որ այլ բանա գիտելիք ունենալը, այլ բանա այդ գիտելիքի մեջ եղած արժեքի ընկալումը։ Մենք երբ որ ասում ենք ավետարան ենք քարոզում, որ մարդիկ փրկվեն, մենք չենք կանգ առնում ու սահմանափակվում սրանում։ Մենք ասում ենք Աստծո հետ հաղորդ լինելը հնարավոր է։ Եվ եթե դու այդ երեխայի նման որպես առարկա ասում ես, ես էլ անեմ, մեն էլ անեմ, ես էլ անեմ, մեն էլ անեմ, ինչ պահանջվում է, վերջ, ես արդեն ոչ դու դժոխք ես գնալու։ Տերը քեզ կասի, ես քեզ չեմ ճանաչում։ Հիշեք, Տերը ճանաչողության վրա շեշտադրում է արել։ Եվ ես վերջերս շատ եմ խոսում դրա մասին։ Եվ միլիոնավոր հավատացյալներ այսպես կարող են խառնել իրենց տեղեկացվածությունը ավետարանի, հավատք համարել ու չաճել մինչև հաղորդակցություն Տիրոջ հետ։ Ես ընդունում եմ, որ սկզբնական շրջանում դա հնարավոր չի, մանուկ է մարդը, բայց պիտի գա հասակ, չէ, պիտի գա նորմալ հոգևոր մի կենցաղվարության վիճակ։ Իսկ թե ինչու մարդը չի ուզում աճել, բացի այս ուսուցումներից, որ ես ասացի կեղծ ուսուցում կլինի, ուրիշ ավետարան քարոզեն եւ այլն, անձն էլ հնարավոր է ունենա գանձեր, բաներ, որոնցից չի ուզում հրաժարվել։ Որովհետև Տերը վերջ-վերջո հենց այնպես չի հաղորդակցվում մարդու հետ։ Նա նայում է մարդկանց սրտերին եւ լավ գիտի ում հետ արժան է հաղորդակցվել, ում հետ ոչ։ Հետևաբար սերներ, քանի դեռ ժամանակ ունենք, չանք անենք, նրանք ովքեր հմուտ են Աստծո հետ հաղորդեն Տերը օրհնի, Աստված օրհնի ձեզ բոլորիդ, մենք վստահ ենք, որ ունենք այդ Աստծո հետ հաղորդակցությունը, այդ հարստությունը, իր խոսքը, քանի ժամանակ ունես դու։ Քննիր քո անձը։ Տերն ասել է, եթե իձեր ամբողջ ինչքից չհրաժարվեք, մի թողնիր դանակը ոսկորին հասնի։ Գա այն պահը, որ նոր ասես, լավ, ես իմ փառքերից եմ, իմ եսից եմ, ամեն ինչից մարդ կարող է հրաժարվել, բացի իր եսից։ Գիտեք, չէ, եսն էլ վերջում, որ մենք ուզում ենք կոտրվի, մարդը չի կարող այդ եսը մարդու կոտրել, դա Աստված պիտի անի։ Իսկ դա լինելու է արդեն ուրիշ մեթոդով ու ճանապարհով։ Ուրեմն ժամանակն է, որ մենք վերջ-վերջո սա խորը հասկացած լինենք որպես հասուն հոգևորներ,
մեր անձերից ազատված, խոնարհված Տիրոջ երեսը փնտրող, խաղաղություն, ուրախություն մեր սրտերում միշտ ունեցող, որ մեր սիրելի Փրկիչը մեր համար ամեն բան արել է արդեն, մեզ մնում է, որպեսզի արթուն լինենք եւ այս երևույթները մեր շրջապատում, որ մենք տեսնում ենք, չխառնվենք այդ ամենի հետ եւ մեր անձերը պատրաստենք Տիրոջը դիմավորել։ Առաքյալը առաջի Կորինթացից 9:26-ում ասում է. Ուրեմն ես այնպես եմ վազում եւ ոչ թե ինչպես անստույգ, այնպես եմ մրցում, ոչ թե ինչպես օդին զարկելով, այլ մարմինը ճնշում եմ եւ նվաճում, որ միգուցե ուրիշներին քարոզելով ինքս անպիտավ։ Առաքյալն ասում է, որ ինքը այնպես է վազում, ոչ թե ինչպես անստույգ վազել, այնպես եմ մրցում, ոչ թե ինչպես օդին զարկելով։ Օդին զարկելով, այսինքն դատարկ տեղը, չէ՞։ Վստահաբար ինքը գիտի իր հոգևոր կյանքի ուղին, նպատակը, ճանապարհը, Աստված իրան առաջնորդում է այդ բոլոր ճանապարհների մեջ, ուրեմն սիրելիներ, թող Աստված օրհնի մեզանից ամեն մեկը այս օրերի մեջ մի հատ ինքն իր մեջ այդ խորը ընկալումը նորից ունենա։ Իրոք ինքը այս աշխարհի մեջ դժվարություններից, նեղություններից կամ չգիտեմ ամենատարբեր երևույթներից իր շրջապատում ազդեցություններ իր վրա չի գալիս արդյոք եւ իր տրտմությունը, իր նեղությունը, տարապանքը, չարչարանքը արդյոք ինչ որ ձևով, այդպես ասած, իր ուրախությունը իր ձեռից առած լինելով ավելի չի հեռացրել Տերից։ Եթե չէ, փառք Տիրոջը, շատ լավ է սա։ Առավել ևս, եթե դու Սուրբ Հոգով լցված միշտ ուրախ, խաղաղ Տիրոջը պաշտում ես, նրա հետ հաղորդես, պահպանվիր այդ վիճակում։ Կուզեմ, որ մի աղոթքով գանք Տիրոջ առաջ եւ խնդրենք, ասենք Տեր Աստված, իսկապես դու մեզ կյանքի ընթացք տվել ես, որպեսզի այս մեր կյանքի ընթացքը ամեն վայրկյանը երկնքի համար մենք ապրենք։ Աշխարհին չենք նայում, արդեն այդ հարցը միանշանակորեն փակված է մեր համար։ Սուրբ Գիրքը մեզ ասում է այդ մասին, չսիրել աշխարհը ինչ էլ որ աշխարհի մեջ է։ Եվ եթե կան կապվածությունները, խոստովանվեք, բերեք Տիրոջ առաջ, որ եթե ինչ որ մի բաներից ազատել չեք, որպեսզի Տերը ձեզ ազատի, որովհետև գրված է ամեն ինչից, ինչը որ ինձ կարող է կապել, գերի դարձնել, չթողնել Տիրոջն ավելի մոտենալ, դրանցից պետք է ազատ լինել։ Թող Տերը փառաբանվի։